Միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը գործարարի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ծավալուն հարցազրույց են տվել ամերիկացի պահպանողական հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնին։ Քրիստոնեության դեմ համաշխարհային պատերազմը ել ավելի է սրվել վերնագրով մոտ 1.5 ժամանոց հարցազրույցում նրանք պատմում են Հայաստանում եկեղեցու դեմ իշխանությունների արշավի եւ եկեղեցուն աջակցելու համար արդեն գրեթե 5 ամիս ճաղերի հետևում գտնվող Սամվել Կարապետյանի կալանավորման մասին։ Նարեկ Կարապետյանը, որը հորեղբոր բանտարկությունից հետո ստեղծված մեր ձևով շարժման համակարգող խորհրդի նախագահն է, նախ անդրադառնում է հայոց ցեղասպանությանը, նշում, որ 1.5 միլիոն հայերն այն ժամանակ կոտորվեցին, քանզի հրաժարվեցին ընդունել իսլամ։ Ապա նշում է, որ Արցախի երկրորդ պատերազմից հետո Հայաստանի վարչապետը որոշել է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Բոլորն են կողմ խաղաղությանը, սակայն Կարապետյանի պնդմամբ Ադրբեջանն ու Թուրքիան դրա դիմաց պահանջում են մոռանալ պատմությունը, ցեղասպանությունը ու փոխել եկեղեցու ղեկավարությունն ու դրա խոսույթը։ Եվ 6 ամիս առաջ վարչապետը սկսեց եկեղեցու եւ նրա ղեկավարի դեմ հարձակումները։ Ցանկանում է գահանկեց անել նրան եւ փոխել 1700-ամյա եկեղեցու կառուցվածքը, վերահսկողության տակ վերցնելով եկեղեցին։ Կարապետյանը նշում է, որ հանրությունը ցնցված է եկեղեցու դեմ իշխանության արշավից, քանզի նախկինում նման բան չէր եղել, նույնիսկ Օսմանյան կայսրության շրջանում։ Ըստ նրա շատերն են դեմ դրան, սակայն լռում են վախենալով ճնշումներից։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, սակայն վարչապետն աստիճանաբար վերածվում է բռնապետի, իսկ պատճառը Փաշինյանի նվազող վարկանիշն է, պնդում է նա։ Նարեկ Կարապետյանը հայտնում է, որ այս արշավի շրջանակում 3 arczepiskopos է բանտարկվել։ Նաև իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող իր հորեղբայր Սամվել Կարապետյանը, որն աջակցություն է հայտնել եկեղեցուն, ասելով, որ մեջբերում եմ, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով։ Նա պատմում է, որ քննիչները ժամեր շարունակ քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում մեղադրանք առաջադրելու համար, քանզի ըստ նրա նման հոդված նախատեսված չէ այդ հայտարարության համար։ I remember investigator came to the room. Ես հիշում եմ, քննիչը մտավ սենյակ եւ բացականչեց։ Ես գտա մի հոդված, իսկ մյուսը ասաց. ոչ, դա չի աշխատի։ Եվ 7 ժամ հետո նրանք գտան մի հոդված եւ մեղադրանք առաջադրեցին։ Թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահանկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում չկա ոչ մի խոսք ոչ վարչապետի, ոչ էլ այլնի մասին։ There were no any word about no prime minister and no anything. Ըստ նրա Սամվել Կարապետյանն ու կալանավորված հոգևորականները խիզախ մարդիկ են, քանզի դեմ են գնացել իշխանությանը, սակայն նրանք կարող են ազատ արձակվել թեկուզև վաղը, եթե հայտարարեն, որ չեն սատարում եկեղեցուն։ Իշխանությունները նաև ցանկանում են խլել Հայաստանում Կարապետյանի բիզնեսը, սակայն այդ դեպքում էլ նա մտադիր չէ հրաժարվել եկեղեցուն աջակցելուց, ասել է նա։ Կառավարությունը մտադիր է պետականացնել Տաշիր գրուպին պատկանող Հայաստանի էլցանցերը եւ դրան միտված որոշ քայլեր արդեն արվել են։ Samuel Karapetyan Սամվել Կարապետյանը կարող է ազատ արձակվել, զբաղվել իր բիզնեսով, սակայն չի գնում դրան, հանուն իր կրոնի, քանի որ կրոնն ու հավատքը կարևոր են։ Ինչպես առաջին քրիստոնյաները, որոնք ճնշումների էին ենթարկվում, բայց պայքարում իրենց կրոնի համար։ Նույն վիճակում է հիմա նաև Սամվել Կարապետյանը։ And this is the case Samuel Karapetyan faces now. Գործարարի փաստաբանն իր հերթին ասել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը կորցրել է հավատքի իմաստը եւ կրոնը որպես գործիք է կիրառում արտաքին քաղաքականությունում, եւ ԱՄՆ կառավարությունն է որոշում, թե որ քրիստոնյաներին աջակցել, որոնց ոչ։ Եվ հիմա ըստ նրա ամերիկացի քրիստոնյաները գովաբանում են Փաշինյանին, որը փորձում է պարակտել եկեղեցին, մասնակցելով կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին, հայտարարելով, որ պետք է փոխի կաթողիկոսին։ A man who calls clerics prostitutes. A man who uses language that Մարդ, որը հոգևորականներին մարմնավաճառներ է անվանում, օգտագործում է բառամթերք, որը ես այս տարիքի մարդ երբեք չեմ լսել, որ որևէ ղեկավար օգտագործի եկեղեցու առաջնորդների մասին։ Եվ Միացյալ Նահանգների կառավարությունը թույլ է տալիս, որ սա շարունակվի։ The US government allows this to go on. Փաստաբանը նաև ասել է, որ ԱՄՆ վարչակազմը մեծ ճնշում է գործադրել, որ խաղաղություն հաստատվի, սակայն հայերը հսկայական գին են վճարում դրա համար։ Ոչնչացվում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, 120,000 արցախցիներ էթնիկ զտման են ենթարկվել, 23 հայեր դեռ Բաքվի բանտերում են, եւ ոչ ոք չի մտածում այդ մասին։ Ըստ Ամստերդամի ապշեցուցիչ է, թե ինչպես կարող է Հայաստանն ունենալ վարչապետ, որը որպես հայ կարծես հրաժարվում է սեփական պատմությունից, Արարատ լեռան պատկերը հանում է կնիքներից, չի խոսում ցեղասպանության մասին, արշավ է սկսել եկեղեցու դեմ եւ մտադիր է գահանկեց անել կաթողիկոսին եւ նորին նշանակել։ Well, of course he doesn't understand what an apostolic church is. Անշուշտ, նա չի հասկանում, թե ինչ է առաքելական եկեղեցին։ Առաքելական եկեղեցի լինելու համար պետք է կապ ունենալ առաջին առաքյալների հետ, ինչը նշանակում է, որ կաթողիկոսի ընտրությունը պետք է սրբացվի եպիսկոպոսների ու եկեղեցու առաջնորդների կողմից, ոչ թե քաղաքական գործիչների։ Նա զարմանալիորեն անտեղյակ է իր իսկ կրոնից։ Shockingly ignorant of his own religion.
Ավելի քան 5 ամիս կաթողիկոսի ու այլ բարձրաստիճան հոգևորականների հեռացումը պահանջող Փաշինյանը պնդում է, թե նրանք տեղ չունեն հայ առաքելական եկեղեցում, քանի որ խախտել են կուսակրոնության ուխտը։ Այլ մեղադրանքներ, օրինակ գործակալ լինելու մասին, եւս հնչել են։ Փաշինյանը սակայն կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել։ Վերջին ճեպազրույցում պնդեց, թե իր տեղեկությունների աղբյուրը ժողովուրդն է։